իր վրա դրված պարտականությունները։ Պատվարժան դատարան հարկեմ համարում արձանագրել, որ սույն փուլում ևս ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական մահացին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու, իր վրա քրեական դատավարության օրենսգով դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման եզրանկման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չէ առանցքային նշանակություն ունեցող ապացույցերից։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադրյալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իսկ ձևավորված կայուն հարաբերությունները, այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Մեղադրյալի մեղսագրվում է մեկից ավելի ենթադրյալ հանցանքի կատարում, այդ թվում նաև ծանր հանցանքի կատարում։ Մեղադրյալի մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը, մասնավորապես վերջին թիվս այլի մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժը նախատեսված բացառապես ազատազրկման ձևով 4-ից 8 տարի ժամկետով։ Միաժամանակ հարկ է փաստել, որ թեև են հանցագործության ծանրության աստիճանը չի կարող ինքնին հիմնավորել ազատությունը զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադրյալին վերագրվող հանցավոր արարքների բնույթի վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, պատվարժան դատարան հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգի 16 հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները չպետք է հիմնված լինեն ոչ կանոնիկ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ պետք է հիմնված լինեն ոչ կանոնիկ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ կատարված գործողությունները հավաստող ֆակտերի վրա։ Ամփելով վերօրյալը արձանագրում, որ գործում արդեն փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալին սույն փուլում անազատության մեջ պայելու անհրաժեշտություն է, վարկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խափամիջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափամիջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար եւ իզորու չեն հակակշռելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարկագծի դրսևորման ռիսկը, հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի եւ վերջինի մասնակցության գործի պաշտպանության հանրային միջև արտադրացի հավասարակշռությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափամիջոցը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։ ԵՒս 3 ամիս ժամկետով պատվարժան դատարան ստեցության այո, քանի որ իմ կողմից նախորդին նշված հանգամանքների մասով նշեցի եւ հողում կատարեցի Երևան քաղաքի առաջացան քրեական դատարանի կողմից դեռևս 25 թվականի դեկտեմբերին կայացված դատականակները նշեցի, որ Սարգսյանի հանգամանքների փոփոխում ներկայացում ունեցել, հետեւաբար ամբողջացնելով վերօրյալը նշում ենք նաեւ ու նաեւ այո պահպանվել։ Հասկանում եմ։ Արգելի բուժողական է, ինչ դիրքորոշում եք խափամիջոցի արդյունքի վերաբերյալ։ Որոնց սահմանված կապը ոնց է դիրքորոշում է։ Նմանապես ուղղակի ինչպես նախապես շատ նստեք։ Ումից սկսենք։ Ձեզանից